Երբ Փիղը նշանակվեց պարարվեստի դպրոցի վարիչ, միայն տարիներ հետո պարզվեց, որ նա իր տեղում չէ, և որ պարարվեստը մեծ քայլերով հետ է գնացել։ Վերադասը լավ է ուշ, քան երբեք նշանաբանով այս հարցը տակ ծեծեց և որոշեց հրաման արձակել, ըստ որի Փիղը համաձայն իր դիմումի ազատվում է պարարվեստի դպրոցի վարիչի պաշտոնից և նշանակվում է։ Այստեղ համաձայնություն չկայացավ, որտեղ նշանակել Փղին։ Մեծ գործերի համար նա փոքր էր, փոքր գործերի համար մեծ։ Ինչպե՞ս վարվես։ Այդ օրվանից մինչև օրս վերադասում քննվում է այս հարցը, և Փղի համար չեն գտնում մի հարմար պաշտոն, իսկ նա շարունակում է վարել պարարվեստի գործերը։